Բարի ողջույն Դավիթ ջան, բարի ողջույն մեր սիրելի հետևորդներ, դիտորդներ։ Հուսով եմ լավ եք։ Դավիթ ջան, Հայաստանում չէիր, վերադարձել ես, որի համար շատ ուրախ եմ։ Բարի վերադարձ քեզ։ Ողջույն, շնորհակալ եմ Սերոջ ջան։ Հուսով եմ այսօր էլ հետաքրքիր եթեր կլինի մեր հետևորդների համար, դիտորդների համար, Դավիթ ջան, բայց նախև առաջ մինչև եթերը սկսելը ուզում եմ մի հարցի պատասխանես, հաճախ մեզ հարցնում են մեր դիտորդները։ Հարցը հետևյալն է. հարգելի Դավիթը ինչ մասնագիտություն կամ ինչ որ հոգևոր աստիճան ունի, հետաքրքիր է։ Կուզեմ քո մասնագիտության մասին մի փոքրիկ տեղեկություն ներկայանաս Դավիթ ջան, որ մեր դիտորդների համար բարձ լինի ամեն ինչ, հետո հասնենք մնացած հարցերին։ Բարի։ Սերոջ ջան, մեկ ընդմիշտ ասեմ, պատասխանես, սա է որ ոչ հոգևոր մասնագիտություն, որպես այդպեսին հոգևոր կրթություն չունեմ, ինքս մասնագիտությամբ արվեստագետ եմ, գործի բերումով զբաղվում եմ եկեղեցիների որմնանկարների վերականգնումով եւ այդքանը։ Մասնագիտությունս համարում եմ մարդ լինել, եթե դա կբավարարի, խնդրեմ։ Ամենաբարդ մասնագիտությունն ես ընտրել Դավիթ ջան, փաստորեն, ողջունում եմ։ Կարծում եմ ամենակարևոր մասնագիտությունը ցանկացած մարդու, որ իր շրջապատը ճանաչելով, ճանաչի իր աշխարհը, իրեն շրջապատող ամենը, ինքնաճանաչման ուղով գնա, որպեսզի հասնի կամ լուծի այն բոլոր խնդիրները, որի համար եկել ես աշխարհ։ Այդ ամենում անկեղծ ասեմ, ինչ շատ օգնել է նաև իմ հայրը, մանուկ ժամանակ պատմելով, փոխանցելով թե մեր էպոսը, թե մեր հեքիաթները, շատերի համար գուցե դա ինչ որ չնչին մի բան թվա, բայց շատ կարևոր է մեր տեսակը պահել եւ առասարակ մարդ տեսակը պահելու համար։ Վերջ։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, շնորհակալ եմ պատասխանի համար։ Դե անցնենք մնացած հարցերին, ճիշտ ասած գրել են այստեղ, հարցրել են հայ Աստծո մասին ինչ կասեք, ճիշտ ասած երևի հայր Աստծո մասին էր հարցնում կամ հայա Աստծո մասին, չգիտեմ ճիշտ ասած, ես իրեն գրեցի ով է հայ Աստվածը, պատասխան չկա։ Դե փորձենք երևի ըստ տրամաբանության ենթադրությունով պատասխանել Դավիթ ջան, երկու դեպքում էլ կամ հայա երևի Աստծո մասին կամ հայր։ Երևի հայա, ինձ թվում է հայայի մասին է հարցը ավելի շատ կարծում եմ։ Սերոջ ջան, պետք է փորձեմ կարճ իմ տեսանկյունը ասել, ինչ վերաբերում է հայը աստվածությանը, համացանցում բավական լավ տեղեկություններ կարող եմ վերցնել, իսկ ընդհանրապես ինքս այսպես կասեմ, որ ժամանակին, ինչպես նաև մեզ հասել է, կան շատ աստվածների անուններ, շատ աստվածներ իրոք կան, շատ աստվածներ մարդը ինքն է ստեղծել, անուններ դրել, ինչ վերաբերում է կոնկրետ հայա աստվածությանը, չգիտեմ, հարցը տվողին ինչու է հետաքրքրել հենց կոնկրետ այդ աստվածությունը, որովհետև առհասարակ մի աստվածության ճանաչելու փոխարեն արժի առհասարակ ճանաչել ինքներս մեզ որպես մարդ, որովհետև այդ բոլոր աստվածները մեր ներսում են գտնվում ցանկացած աստվածության էներգիաները։ Դրա համար կոնկրետ աստվածության մասին ինքս կգերադասեմ չխոսել, ուղղակի հիշատակումներ կան, որ հայ աստվածությունը հենց հայ ցեղախմբի կամ հայ տեսակի հովանավոր աստվածներից մեկն էր կամ գլխավոր աստվածը, եթե այդպես կարելի է ասել, ամենայն դեպս կարող ենք նաև դիտարկել այսպես, որ մենք հենց հայ կոչվում ենք գուցե հենց այդ աստվածության հովանուններ կոչի, նաև գիտենք հայ նահապետի պատմությունը, նաև մեր հայ կոչվելու հետ կապված, տարբեր լեգենդներ կան, բայց ինքս այնքան էլ շատ կողմնակից չեմ ուղղակի նայել լեգենդները, որոշակի ինչ-որ ինֆորմացիա ձեռք բերել ու այդքանով բավարարվել։ Դրա համար կարծում եմ իմաստ չունի ինչ-որ աստվածության կենսագրության մեջ ավելի մանրանալ, փոխարենը կարևորում եմ փորձենք ճանաչենք ինքներս մեզ գուցե կրկնվում եմ հաճախակի, բայց եւ մեր եթերների կոչն է դա եւ անձամբ իմ համար, որ համաձայնվել եմ այս եթերներին մասնակից լինել, դա հենց ինքնաճանաչման ճանապարհն է,
որովհետև ինչպես մի երկու անգամ հուշել եմ, ողջ տիեզերքը, թե աստվածների տեսքով, թե կենդանական աշխարհի տեսքով գտնվում է մեր ներսում, եւ մենք գտնվում ենք տիեզերքի կենտրոնում կամ կենտրոն ենք ներկայացնում որպես մարդ, ոչ թե որպես նյութական մարմին։ Եվ եթե մենք գիտակցել ենք կամ դիտորդները գիտակցել են այն մեր զրույցների որոշակի հուշումներ, որ մարդը դա հենց արարչական էներգիայի մի մասն է, ընդամենը բավական է ճանաչել մարդ հասկացողությունը եւ բոլոր աստվածները կամ աստվածների թե քայլերը, թե գաղտնիքները, թե իրենց կենսագրությունը չի բացառում, որ բացի ձեր առաջ, եթե ցանկություն ունեք, անձամբ ինձ չի հետաքրքրել այդքան շատ, առաջնային չի հետաքրքրել, դրա համար չեմ խոսի շատ այդ մասին։ Դա ընդհանրական աստվածային գաղափարի մասին ասեցի, իսկ հայ աստվածության մասին մենք ունենք շատ լավ շումերագետեր, ովքեր եւ հայագետ մարդիկ, ովքեր շատ լավ զբաղվում են թե հայոց պատմությամբ, թե ժայռապատկերներով, կարող եք ուսումնասիրել, լսել հրաշալի մարդիկ են, հրաշալի ինֆորմացիա են կրում իրենց մեջ, այդ առումով այնպես որ կարծում կրկնվել չարժի։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, մի փոքրիկ հավելում, հին իմաստության մեջ այսպիսի մի խոսք կար, ասում է փնտրում էի ասում, գտա ինձ, փնտրում էի ինձ, գտա ասում։ Այո, որովհետև մեր մեջ է աստվածության ամբողջ լեցունությունը, հենց քրիստոսագիտակցությունը, այդ կայծը մեր մեջ ուղղակի որպեսզի այդ կրակը բռնկվի, մենք այդ կայծի կարիք ունենք, որ այդ կայծը տանք ու կբռնկվի այդ ամբողջ կրակը եւ կլուսավորի մեր շուրջը։ Ի վերջո, այո, մենք ենք ստեղծում մեր ռեալությունը, մենք ենք ստեղծում մեր իրականությունը, կախված մեր համոզմունքներից, կայացած արժեքային համակարգից, ցանկություններից, հավատալիքներից եւ մնացած այլ բաներից, որը դառնում է մեզ համար հոգեկերտված, ինչն էլ իր հերթին մագնիսի էֆեկտով ձգելով դեպի մեզ դառնում է այն ռեալությունը, որի մեջ մենք ապրում ենք։ Եթե հայտարարել ես քեզ մեղավոր ես, ուրեմն ամենալավ բարի գործը եթե արած լինես, դու մեղավորի տակ ես գնում։ Եթե մի խոսքով տեզերքը հաշվի առնում մեր կարծիքը մեր մասին եւ արարչությունը մեր կողմից է։ Թող լինի այնպես, ինչպես իսկապես ուզում ես։ Թույլ տուր մի փոքրիկ բարձրաբանում անեմ կամ շտկում, որովհետև երբ ասում ենք մենք ենք, շատերի համար ընկալելի կլինի էգոյի դաշտի բարձրացումը, մենք պետք է հասկանանք, որ մենք արարչական էներգիա լինելով ընդհանրապես կարող ենք դա անել, որպես արարչական էներգիան մեր ներսը կարող է ակնել, բայց դա մեր էգոյի մասին պետք է չլինի խոսքը մենք ենք, որովհետև շատերը գուցե լսելով որոշում կայացնեն, որ իրանք են եւ ցանկացած քայլ փորձեն արդարացնելով սկսեն աճ ու ձախ հնարավորինս վնասներ տալ ի օգուտ իրանց։ Դրա համար պետք է ընկալել, որ այդ menքը դա ընդհանուր արարչական էներգիայի մասին պետք է խոսքը լինի, իսկ արարչական էներգիան ոչ թե վերցնող է, այլ տվող, արարող, անընդմեջ արարող։ Եթե կարող ենք եւ ցանկանում ենք մենք լինել արարչական կամ արարչականության մի մասը, մասնակիցը, այդ դեպքում պետք է փորձենք տալ, իսկ տալու ժամանակ այդտեղ վերանում է էգո հասկացողությունը, որտեղ էգոն պահանջում է վերցնել միայն։ Մարմինը պահանջում է վերցնել եւ մարմին կարելի է տալ են ցանկացած ամենը, ինչը իր գոյատևման համար պետք է, ոչ շատ ավելի։ Իսկ մնացած ավելի ստեղծագործական ձևով կարելի է մոտենալ, ավելի արարչական ձևով եւ կարծում եմ ամեն ինչ կլինի ավելի լավ։ Դա ընդհանրապես մի փոքրիկ հավելում էր, որպեսզի լսողները մեր դիտորդներից հանկարծ սխալ ընկալում չունենան մենք ենք հասկացողության պահով։ Նաև հիշեցի Թագորի հրաշալի տողերից, որ ասում է ծառին խնդրեցի պատմել Աստծո մասին, ծառը ծաղկեց։ Եթե կասեր, ուրեմն կանպայման կյանք ու ծաղկոնք։ Ամեն ինչը այո սիրուց է բխում, որտեղ սերն է ամենագերեզոր արարչական ուժը, երջանկացնող, ստեղծող, ամեն ինչը երանելիությունը հենց դրա մեջ է, որ դու ամեն ինչի եւ տերն ես, եւ տալիս ես եւ վերցնում ես։
Այդ է ամենահրաշալի բանն է, որ Արարիչը բոլորի սրտի մեջ դրել է եւ ինքը մեր միջոցով դրսևորվում է իր փորձը ապրելով եւ հարստացնելով Այո, ոսկեզրկը։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, ես ճիշտ ասած մի քանի օր առաջ երևի նկատած կլինես, որ եթեր արեցի կապված Նիկոլ Փաշինյանի այն արտահայտության հետ, որ ինքը դրել էր մեր գրերը կասկածի տակ, մինչդեռ հետո պարզվեց, որ այդ ինֆորմացիան fake է եւ նրա էջով կեղծ տարածում են լուրեր, կեղծ լուրեր են տարածում, ինչը ինքը հերքեց, որ նման գրառման հետ ինքը կապ չունի, մինչդեռ ես 2-3 օր սպասեցի, որ եթե տեսնեմ, եթե հերքվում է, ամեն ինչ ուրեմն նորմալ է։ Երբ որ տեսա ոչ մի արձագանք, նոր ես եթեր պատրաստեցի այդ մասով, բայց ոնց որ հետո բարձվեց արդեն, դրանից հետո բարձվեց, որ fake է, այնուամենայնիվ թող իրենք գտնեն իրենց fake-ին, թե ով կարող է մտնել իրենց անունից գրել, դա արդեն իրենք թող բարձաբանեն, բայց ես որպես գիտելիք այն ինֆորմացիան, որ տվել եմ, ցանկանում եմ, որ հայերի ձեռքում լինի։ Պարզապես այնտեղ, երբ որ ես խոսեցի, որ Մեսրոպ Մաշտոցը շատ փոքր է, որպեսզի գրերը ստեղծի, դա երևի մի քիչ թյուր ըմբռնվեց։ Ես ոչ թե նկատի ունեմ, որ ինքը իրապես փոքր է, ոչ կարամ ասեմ, որ նա մեծ տիտանական աշխատանք է կատարել վերականգնելու համար մեր հայոց գրերը, աշխարհից աշխարհ մաքարելով, ես անգամ այնտեղ Բոլիվիայի անուն էի տալիս, միշտեղ պետք է Եթովպիա ասեի, պատահական չէր, որ անգամ Բոլիվիա անունը եկավ մտքին, որտեղ այո Բոլիվիայում նույնպես հայտնաբերվել էին մեր տառերը եւ նա լեգոյի պես սփռված էր ամբողջ աշխարհում, արդեն լուսավորիչի մուտքից հետո, երբ որ մենք կորցրեցինք մեր գիրու գրականությունը, ինքը գնաց եւ վերականգնեց, որը հրաշալի տիտանական աշխատանք է։ Շնորհակալություն իրեն, իսկ փոքր արտահայտությունը արվել է այն բանի հիման վրա, որ եթե մենք ընդունում ենք, որ 5-րդ դարում է ստեղծվել տառերը եւ ապա ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ես ասում եմ, որ հայերը շատ ավելի մեծ են, շատ ավելի հին է հայոց պատմությունը, քան որ Մեսրոպ Մաշտոցը կհասցներ այդ ժամանակ ստեղծել։ այո, պետք է մարդիկ ընկալեն, որ Մաշտոցը ինքը ոչ թե փոքր էր, այլ այնքան մեծություն էր, որպեսզի կարողացավ վերականգնել բաբելական լեզուն, որի մասին խոսել ենք, որովհետև հայերենը այն բաբելական լեզուն էր, որի կրողները ուզում էին աշտարակը սարքեին իրենց տեսակը պահելու համար եւ հենց հայկի միջնորդությամբ փորձեցին հեռանալ տարածքից էլի իրենց տեսակը պահելու համար։ Վերջի վերջո, եթե թանգարաններ մարդիկ փորձեն գնալ, տարբեր աշխարհի թանգարաններ կտեսնեն, որ տարբեր տեղերում հայատար նմուշներ են, գտածոներ են դրված, որոնք գնահատվում են մինչև 17,000 տարի եւ գուցեև ավելին տեսնեն։ Նույնիսկ ֆիլմերի մեջ կարող են տեսնել այդ ամեն ինչը, YouTube-ում որոշակի առումով կարող են գտնել, իսկ այդ դեպքում ոնց կարող ենք հասկանալ այն բանը, որ մենք գիր չենք ունեցել։ Նախ Մաշտոց անունը եկեք հասկանանք, որ իր անունը չի, դա ածական է։ Մաշտոց բառը նշանակում է մաշկել, քերթել, քերթողահայր լինել, այսինքն ինչպես մաշկում են հնարավորինս չվնասելով մաշկի տակ գտնվող որոշակի շերտեր, որ Մաշտոց բառը անունը հենց դրվել է Մաշտոցի վրա, հենց այն պատճառով, որովհետև ինքը աշխարհից աշխարհ ման գալով, շերտ առ շերտ ման է եկել, գտել, հավաքագրել, զտել, մաքրագրել եւ մեզ է փոխանցել այն գանձը, ինչը մենք ունենք հիմա։ Մաշտոցից առաջ ունեցել ենք իհարկե հայոց գրեր, տարբեր նույնիսկ բարբառների բաժանված, միջև իսկ մեր շումերագետներից օրինակ Արմեն Դավթյան, եթե չեմ սխալվում, հրաշալի մի մասնագետ, թարգմանել է շումերական տեքստերը 40%-ով համընկնում են հայկական բառերը, այն դեպքում, երբ որ ոչ մի լեզվակրող մասնագետ չի կարողանում միտքը թարգմանի բառը վերցանել են, բայց միտքը չեն կարողանում գտնել։ Այդպես Մաշտոցը հենց իր անունը Մեսրոպ որպես Մաշտոց ստացել է հենց իր արած գործի հետ կապված, այդ գործի բնույթից ելնելով։ Եվ ասեմ ավելին, մեզ ավելի մոտ ժամանակաշրջաններում մենք ունեցել ենք էլի Մաշտոցներ, Կոմիտաս անունով, որը գնաց ման եկավ թե մեր արևելյան, թե արևմտյան Հայաստաններով, այլ երկրներում գտավ, բերեց մեր երգերը, պարերը, ծիսական
նորից մաքրեց, մաքրազերծեց, զտեց այլ հավելումները, որոնք եկել էին արաբաթաթարական երկերաշտությունից կամ պարերից, զտեց եւ առանձնացնելով օտարին տվեց իր ունեցածը, հայկականը պահեց եւ փոխանցեց մեզ, այնինչ մեր հայոց ընտանիքներում շատ քիչ ընտանիքներ կան գուցե, որ իրենց լսած երաժշտությունը մի քիչ առնչվի Կոմիտասի փոխանցած մաքրամաքուր հայոց երաժշտության երգի կամ ծիսական երաժշտության հետ չեն լսում ուղղակի, այլ փոխարենը մենք վերադարձել ենք նույն այն ժամանակները, որի համար Կոմիտասն ասում էր տանկինն է պահում հայոց մշակույթը, քանզի տղամարդիկ գնալով օտար երկրներ, բերում են օտար մշակույթ, խառնում մերին եւ ունենում ենք այն, ինչ ունենում ենք։ Եվ այդ խառնուրդն էր զտում փոխանցում Կոմիտաս։ Հիմա նորից այդ խառնուրդները դարձել են մեր ծեսերի ուրախության անբաժանելի մասը։ Չճանաչելով մեր բուն երաժշտությունը, մշակույթը, արդարացում որպես միշտ ասում են, հո Կոմիտաս երաժշտության տակ չենք բարի։ Չգիտեմ խի կամ մի թույլ ըմբռնող, որ Կոմիտասյան երաժշտություն դա միայն պատարակներն են եւ վերջ։ Կամ Սերվանստյանցին օրինակ բերեմ, որը Մաշտոցի պես էլի գործ է արել, բոլորը Մաշտոցներ են եւ Մաշտոցներ կարող են կոչվել որպես այդ նմանատիպ գործի կրողներ, որովհետեւ իր ամբողջ կյանքը Գարեգին Սերվանստյանցը դրեց իհարկե եկեղեցու հովանու ներքո, եկեղեցու խնդրանքով եւ պահանջով, իր հոգեվորական կյանքը թողնելով մի կողմ, Սերվանստյանցը սայլը նստած շրջեց աշխարհով աշխարհ, փնտրեց եւ գտավ մեր ջուցազնավեպը, էպոսը, գտավ գրի առավ մեր հեքիաթները, որը տպագրվել են Փարքաստո 18-20 հատոր, եթե չեմ սխալվում, որը քիչ, որը շատ քանակներով եւ փոխանցվել են մեզ։ Մեզ փոխանցվեց իր շնորհիվ մեր էպոսը, որը ցավոք սրտի շատ շատերը համարում են որպես հորինվածք։ Այն դեպքում, երբ որ հերյական էպոսը համարում են ճշմարտություն, բոլոր էպոսները իրենց մեջ ճշմարտություն են պարունակում, ուղղակի իրականը իրենց տեսակի տեքստեր, մերը մեր, որպես տիեզերական արարչականության հետ կապված վերվածքներ են ներկայացված։ Եվ ամեն մի էպոս հասկացողություն կցանկանամ մեր դիտորդները իմանան, որ ցանկացած տվյալ ազգի ծննդականն է, ինչպես մեր ընկերներից մեկը մի անգամ լավ ասեց։ Ծննդականն է, այո, որովհետև առանց այդ ծննդականի ուղղակի ազգը կարող է գոյություն չունենալ։ Այդ պատճառով շատ կարևոր է ճանաչել թե մեր էպոսը փոխանցել մեր փոքրիկ երեխաներին սկսած բարուր վիճակից եւ ճանաչել մեր տառերը ոչ թե միայն գրել իմանալ, այլ տառերի իրենց ողջ կազմությամբ շատ կարևոր է եւ իրենց թվային համակարգով, որոնք իրենց մեջ ամբողջ մի տիեզերական ինֆորմացիա են պարունակում, եւ շատ կարևոր է գիտակցել, որ աշխարհում շատ քիչ երկրներ գոյություն ունեն, որոնք ունեն իրենց սեփական լեզուն, շատ քիչ։ Մենք քարտեզի վրա համարյա չերևացող երկիր լինելով հանդերձ ունենք մեր սեփական լեզուն, որը սովետական խորհրդային ժամանակ ընդգրկեցին մի հորինված բառակապակցության մեջ, կոչելով հնդեվրոպական լեզու կամ հնդեվրոպական լեզուներին պատկանող լեզու։ Դե, գոնե հələ որ այդքանով փորձենք ճանաչել եւ հասկանալ Մաշտոցի արած գործը։ Ինքս անձամբ մասնագիտությունից հարցերեցի, այսքանն էլ ասեմ ու վերջ, ուղղակի երկար ստացվեց, քանզի շատ կարեւոր է Մաշտոցի պես, Կոմիտասի պես, Սերվանստյանցի պես, Հայկ Մուրադյանի պես, Գինոսյան Գագի պես եւ նման հայորդիների պես հրաշք մարդկանց գործը ճանաչելը շատ կարևորում եմ եւ մի փոքրիկ օրինակ, թե ինչ արեցին Մաշտոցենք իմ փորձից ելնելով, ինքս զբաղվում եմ ֆորմալանկարների վերականգնմամբ, որոնք եկեղեցիների պատերին են արված դարեր առաջ, շատ ավելի դյուրին եւ հեշտ է նոր բան ստեղծել, քան վերականգնել այն, ինչը որ կորսված է եւ փոխանցել հանրությանը։ Ոչ թե 2-3, այլ տասնյակ անգամներ, թե ժամանակ է պահանջում, թե դժվարություններ, այնպես որ Մաշտոցը, այո, հրաշք է գործել, վերականգնելով մեր գրերը եւ չմոռանանք, որ բոլորս լսել ենք, որ Մաշտոցը մեր տառերի գյուտն է արել,
ասեմ ավելին յուտ բառը հենց գտնել բառն է, իսկ չեն գտնում չեղած բան, այլ գտնում են այն, ինչը կա ու կորսվել է։ Շնորհակալ եմ Ասած Դավիթ ջան։ Հաջորդ մեր հարցը Դավիթ ջան, մեր դիտորդների կողմից հետևյալն է. նախ շնորհակալություն ձեր գիտելիքներով կիսվելու համար, իսկ Դավիթը ինչ կասի հեթանոսության դիցերի մասին։ Այսօր կապ կարող ենք ունենալ նրանց հետ։ Հետաքրքիր հարց է։ Լսում եմ Դավիթ ջան, քո պատասխանին։ Անձամբ ինքս ոչ մի դիցերի հետ այս բանի ոչ մի շփումներ չունեմ, ինչպես YouTube-ում ողողված որոշակի հաղորդման մասնակիցներ, որտեղ լսել եմ, դա ամենայն ազնվությամբ եմ ասում, որովհետև մի բան գիտեմ, որ դիցերը դրանք նույն աստվածություններն են, եւ չգիտեմ ինչի համար են հետաքրքրությունը մարդկանց մեջ առաջանում կամ նմանատիպ եթերների կարիքը զգացվում կամ եթերները արվում դիցերի վերադարձի կամ ինչ-որ դիցերի արթնացման հետ կապված գուցեև ճիշտ են, չեմ կարող ասել, չեմ կարող ինձ թույլ տալ ինչ-որ սուտ բաներ ասել, ամենայն դեպս մի բան գիտեմ, որ միշտ կարելի է նման բաներ ասել հետաքրքրություն առաջացնելու համար եւ ինչու՞ չէ նաեւ այդ հետաքրքրության միջոցով մարդկանց հեռացնելու համար իրենց իսկ ներսի աշխարհից ընտրելու համար դրսում ընտրեն հետաքրքրողներ կան թող ընտրեն դրսում հաստատ ինձանից լավ խոսողներ կլինեն դիցերի մասին ինչ վերաբերում է հեթանոսյան ժամանակաշրջանում կամ այդ ժամանակաշրջանի դիցերի մասին ինչ կասեմ, որ այդ ժամանակաշրջանը վաղուց հանձնել է իր զենքերը, փոխարինելով քրիստոնեական դարաշրջանի, որը ինչ-որ միտեղ նորմալ էր, ինչքան էլ չընդունենք քրիստոնեությունը որպես կրոն, որովհետև քրիստոնեությունը ամենևին այդքան էլ կապ չունի Քրիստոսի գաղափարի հետ, ինքը որպես կրոն է, իսկ Քրիստոսագիտությունը այլ բան է, Քրիստոսագիտությունը հենց ինքնաճանաչման դեպի ներս գնալու ուղին է, իսկ կրոնը դեպի դրսում փրկություն փնտրելու մասին գիտելիք է, այսինքն լիարժեքորեն հակառակ բան է, նույն ձևով թե հեթանոսական տարբեր ժամանակաշրջաններում թե նաև հիմա մարդկանց դիտակցությունը ինչու եմ ասում նաև հիմա, որովհետև ցանկացած ժամանակաշրջան, ցանկացած հավատալիք օրերից մի օր գալիս, վերածում է կրոնի, վերածում է որոշակի օրենքների, հետագայում ավելի դեպի գնում է կռապաշտության, որը նաև հիմա տեսնում ենք քրիստոնեական դաշտում, որից հետո արդեն գալիս է իրեն փոխարինող նոր հավատալիք կամ նոր հավատալիք, որը հետո պետք է դարձնեն կրոն, ինչպես Քրիստոսի գաղափարները դարձրեցին կրոն, ինչու եմ այսքան երկար բարակացում, որովհետև հեթանոսական ժամանակաշրջանի պաշտված դիցերի գիտելիքները կամ նույնն էին, ոչ ավել ոչ պակաս, քան Քրիստոսի փոխանցած գիտելիքը։ Քրիստոսը նույն Մաշտոցից խոսեցինք, Մաշտոցի պես եւ նմանատիպ մարդիկ, գերմարդիկ, մաքրազերծած հիմն են փոխանցում քեզ, որտեղ Քրիստոսի գաղափարը դա նոր ձևի մատուցումն էր արարչական սկզբի, այսինքն այն ամենահին տեղեկության ուղղակի նոր ձևով մատուցումն է տվյալ ժամանակաշրջանի մարդկանց համար։ Այնպես որ ինքս կողմ չեմ թե խոսել, թե մտածել, թե սպասել ինչ-որ դիցերի գալուն, որովհետև դիցերը ձեր ներսում են, ուղղակի պետք է իրենց արթնացնեք, ոչ թե սպասեք, որ ինչ-որ դիցեր պետք է գան։ Սևակյան, կարծում եմ, որ ընդհանրապես խորհուրդ չեմ տալիս իմ տեսանկյունը, ինքս անձամբ հակված չեմ իմ տվյալ պահը ապրելու փոխարեն նստել սպասել թե Քրիստոս երկրորդ գալուն, թե դիցերին, սպասել արտաքին աշխարհից դեպի ինձ գալուն, չէ, չեմ սպասում, այլ եթե կարիքը ունեմ, իմ ներսում եմ արթնացնում իր էներգիան, պետք է այդ ժամանակ, եթե կարիքը կա, որտեղ նմանատիպ բանը անում են այն դեպքում, երբ որ իրոք կարիքը կա, ինչպես ասում է Աստծո անունը անիմաստերը չի կարելի տալ։ Այդքանը դիցերի մասով, որովհետև ավելին կարծում չարժի խոսել, չեմ էլ կարողանում հասկանալ ինչ կարելի է խոսել։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, լրիվ համակարծիք եմ քո ասածների հետ, կիսում եմ քո տեսակետը։ Զարմանալուն գիտես որն է, որ միշտ դարերի վեր, հազարամյակների վեր
փոխանցվել է նույն գիտելիքը, ինչը մեզ հիմա փոխանցված է, հետո այդ գիտելիքը տարբեր դիցերի անվան տակ կամ դա տարբեր հենց դիցերի միջոցով, չեմ ժխտում, որովհետև ինչքան հետ են գնում, այնքան մարդիկ անմիջական շփում են ունեցել այդ էակների հետ։ Վերջիվերջո այդ տարբեր դիցերի միջոցով եկած ինֆորմացիան շատ մասնատված ինֆորմացիա եղել, որտեղ շատ տարբեր դիցերի կողմից է եկել այդ էներգիան, եւ եկավ հասավ մի ժամանակաշրջան, երբ որ մի անձ, որը Հիսուսն էր, այդ ամբողջ ինֆորմացիան, տեղեկությունը միացնելով իրար մեկ դարձրեց եւ փոխանցեց մեզ։ Բայց նույն ինչի մասին որ խոսել ենք, նույն այն պահպանվածը նույնիսկ բավական է, որպեսզի ընդհանրապես ոչ թե լսել կեղծ մեկնություններ կամ վստահել կողքինին, այլ ինքներս ընթերցելով, նշումներ անելով, բառ առ բառ փորձելով ստուգաբանել, փորձենք ինքներս ընկալել եւ կհասկանանք, որ ինչ մեծ գանձ է փոխանցվել, թեկուզ եւ այդքան կրճատումներով հանդերձ։ Եվ թե կճանաչենք մեր ներսի դիցերը, աստվածային էներգիաները, թե Քրիստոսի լույսը, որից սնվում են բոլոր աստվածները իրենց ամեն ինչով, այդ ամենը կարող ենք ճանաչել, բայց մենք փոխարենը ուզում ենք լսելով, վստահելով, որովհետև տեղյակ չենք, տեսնում ենք մի քանի հոգի եթերներով ինչ-որ ինֆորմացիա են փոխանցում, փորձում ենք դա սպունգի պես քաշել մեր մեջ։ Խնդրեմ, եթե դրա պահանջարկը կա, խնդրեմ ընդունեք։ Ինքս բազմիցս ախնդրել եմ, ասել եմ եւ որոշել եմ, որ մեր խոսքը ամենայն դեպս իմ խոսքը չընդունել որպես խորհուրդ, չընդունել կուրորեն, թող գնան ասեն ստուգեն, դասել եմ երկու հաղորդումներ մեզ ասել, որ շատ գնահատում եմ, որովհետեւ ինքս երբեք չեմ սիրում խորհուրդ տալ եւ մարդու ի վերուս տրված ճանապարհի մեջտեղում հայտնվելով փորձել շեղել նրա ճանապարհը։ Ընդհանրապես կարող եմ իմ փորձը ներկայացնել, մնացածը ով կլսի կամ այն ինչ որ իմ փորձի միջոցով ձեռք եմ բերել, ով կլսի, թող փորձի ստուգի, եթե կզգա այո, այդպես է, թող գնա ճանապարհով, ով ոնց կցանկանա, բայց հենց այդ զարմանալու բանն էր, որ մարդիկ ստանալով մեծ գանձ, հիմա իրաց առաջ դրված այդ գանձը, թեկուզ վրայից որոշակի առումով վերցված է, նորից հետ են գնում այն հանքերը, որտեղից դուրս եկած մեզ հասել եմ արդեն մշակված վիճակում գանձը, բայց ուզում են գնան այն հանքերը, որտեղ անմշակ գանձ կա, եւ իրանք հնարավորություն չունեն այդ գանձը վերամշակելու։ Իսկ չվերամշակված ադամանդը դա ընդհանրապես հանքի մի մաս է իրենց ներկայացնում, ոչ ավելին։ Դու ունես հանք, չգիտես մշակելու ձևը եւ այդ պատճառով դու հարուստ չես։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, երևի այս մի հարցեր կարդամ եւ սահմանափակենք եթերը, շատ չձանձրացնենք մեր հետևորդներին։ Հարցը հետևյալն է. Բարև ձեզ, ճիշտ է, որ առաջին կնոջ անունը Լիլիթ է եղել եւ Եվան հետո է ստեղծվել Ադամի կողից։ Հետաքրքիր հարց է, շնորհակալություն հարցնողին։ Ինչ կասես Դավիթ ջան։ Ես անձամբ այդ բանը այնտեղ չեմ եղել, բայց ինչքանով գիտեմ, այսպես փորձեմ պատասխանել։ Լիլիթը եւ Եվան դա իհարկե Ադամ Եվա այդ ամբողջ հասկացությունները որոշակի առումով պետք է խորհրդաբանորեն նայել, իսկ Լիլիթը դա կնոջ էմոցիոնալ դաշտն է ներկայացնում, ուղղակի կնոջ կերպարը բաժանված է երկու մասի եւ խորհրդաբանորեն առանձնացրած է էմոցիոնալ հատվածը, որին կոչել են Լիլիթ, քանզի կոչվում է կրակոտ, եւ Եվա կամ Հավվա, որը նշանակում է կյանք ծնող։ Մինչ կյանքին ծնունդ տալը կինը պետք է իր մեջ կրակ ունենա, կրակ, այսինքն իր ներսի էմոցիաների արտահայտումը պետք է տեղի ունենա, եւ այդ process-ի անունը կամ այդ հատվածի ժամանակահատվածի անունը, որը մենք կարող ենք երեխայի զարգացման, հասունացման փուլի հետ համեմատել, երբ որ ամենաէմոցիոնալ եւ ցանկություններով հակառակ սեռի հանդեպ մեծ ցանկությունները առաջանում երեխայի մոտ, բայց արտահայտման ձևը չի կարողանում ճիշտ գտնել, շատ անգամ սխալվում է, դա Լիլիթ տարիքն է, այսինքն այն կրակոտ
տարիքն է, որը շատ անգամ կարող է տալ թվացյալ բացասական արդյունք, որովհետև գրվածքն էլ է նման ձևով ասում, այսինքն նույն այդ գրվածքը հենց նրա համար է, որ շատ կարևոր է կարողանալ ճիշտ ժամանակին ճիշտ դաստիարակություն կամ ճիշտ ուղղորդում ման մեջ տնել երեխային կամ կնոջը, ապագա կնոջը, որպեսզի այդ կրակը հանգարց չայր իր շուրջը, Լիլիթ տարիքը կարծ չվնասի ապագա Եվային, որը պետք է կյանք ծնի այս աշխարհում։ Եվ Լիլիթը եւ Եվան պետք է անպայման թե Ադամը նույն ընդհանրապես մարդասկացողությունը իր պատմության մեջ անմիջականորեն կապ ունի մեր ամեն մի ապրած պահի, ամեն մի կյանքում, երբ որ ցանկում ենք այդ կյանքի հետ, դրանք ինչ որ ուղղակի անցած կամ sense սիմվոլիկ ներկայացած մարդկային սկիզբ չի, որի մեղքերի պատճառով մենք խոսքով հիմա այդ մեծ բեռ ենք տանում, չէ, այդ ամենը մեր ներսում է նաև եւ դա շատ կարեւոր գրվածք է, շատ կարեւոր խորհուրդ, թե ինչպես կարելի է հասունացող ամանավանդ աղջիկ երեխային ուշադիր լինել, որպեսզի սխալ քայլեր չանի, չհայտնվի, այսպես ասած, սատանայի գրկում, այսինքն չհայտնվի մարմնական գայթակղությունների մի մեծ դաշտում եւ տրվի անգիտակցաբար այդ ամենին եւ մայրացմանը վնաս պետք է չտա։ Այդ Լիլիթի ամբողջ խորհրդաբանությունը հենց դրանում է, որ երբ որ սխալ ուղղությամբ է գնում Լիլիթը կամ Եվան իր կրքերով, ինքը մի պահ սկսում է այրվել կամ վնաս տալ իր շուրջը եւ հետո պատմության մեջ նոր հայտնում է Եվան, այսինքն այդ շրջանը փոխվեց, այդ փուլից անցավ ծննդաբերության կամ մայրության շրջան կինը։ Դա է, եթե հարցնողը կցանկանար լսել, որ պետք է պատասխանեմ, որ այո կամ ոչ, Լիլիթը Եվայից առաջ էր կամ հետո, որպես ուղղակի պատմություն եւ վերջ, կարող եմ պատասխանել, բայց ոչինչ չի օգնի։ Իսկ ամենաճիշտը ձեր ներսում է պետք տեսնել, այո, երկու կերպարներ կան, երկու կերպարը մեկը մեկին փոխարինող ժամանակաշրջաններ են, որոնք ամեն մի կնոջ ներսում նստած սպասում են իրենց գործելու պահին։ Այնպես որ կարծում եմ պետք է երկուսին էլ իրենց ճիշտ տեղը ցույց տալ, որպեսզի գործելուց ճիշտ գործեն, որովհետև Եվայի կյանքում առանց Լիլիթի ներկայության ուղղակի Եվան չի կարա առաջընթաց ունենա, որովհետև գիրքը անպայման կարևոր դեր ունի կնոջ համար, առանց կրքի չի լինի, բայց գիրքն էլ արտահայտելու ժամանակ շատ կարևոր է գիտակցել ինչի համար եւ երբ եւ ում հետ է այդ ամենը արտահայտում։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, որ հարց շարաչանա նորից այս մասին խոսելու համար, գուցե հարց առաջանա, բա ինչի համար Ադամից չասվեց, ասեմ, որ մի երկու բառով Ադամն էլ երբ որ այս պատմության տեսնում ենք, որ Ադամը Լիլիթին, քանի որ չէր կարող ընկալել, չէր կարող մոտենալ այդ բաղով, այդ պատճառով Լիլիթը տրվեց կրակոտ ուժին, որը թիվային ուժ են ասում, կամ սատանա, կամ այլ ձև չգիտեմ, այսինքն դա նույն նյութական կիրքն էր։ Ադամը, եթե Ադամին էլ նայենք նույն էլի մեր շրջանում տղամարդու զարգացմանը, բոլորս էլ լավ գիտենք, որ կնոջ մեծ սեռական դաշտը ավելի շուտ է սկսում հասունանալ եւ նույն տարիքի տղամարդը չի ընկալում այդ ամենը եւ տղամարդը ավելի ուշ է այդ դաշտը սկսում զարգանալ, որը ցույց է տալիս նույն Ադամ Լիլիթ այդ ժամանակաշրջանը, որ Ադամը չէր ընկալում այդ ամենը, այդ էմոցիաները, այն ժամանակ, երբ որ Լիլիթը պետք է վերածվեր Եվայի եւ այդ ընթացքում Ադամն էլ կգիտակցեր, որ պետք է սերունդ թողնեն, նոր կսկսեին հասկանալ իրենց անելիք։ Ադամի նույն գաղափարը տղամարդկանց զարգացման մեջ է պետք խնդրել, այնպես որ այդ գրվածքը շատ կարևոր գրվածք է նաև մեր դաստիարակման համար, նյութական մարմնի, նյութական մարմնով աշխարհեկած երեխաների դաստիարակման համար, ինչպես ցանկացած նմանատիպ գրվածք, ինչ փառահեղ դաստիարակման օրինակներ կան մեր էպոսի մեջ, անկրկնելի,
Հրաշալի, պետք է հրաշալի։ ճանաչել։ Այդպես, Սևակ ջան, Շնորհակալ եմ Դավիթ ջան հարցերի եւ պատասխանների համար, շնորհակալ եմ հարցերի համար մեր դիտորդներին, պատասխանների համար քեզ Դավիթ ջան։ Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր։ Նաև շնորհակալ եմ մեր դիտորդներին մեզ հետևելու համար։ Ցանկանում ենք ողջախոհություն, ողջամտություն, այս ինքնաճանաչման ճանապարհին գերհզոր արտնություն եւ թռիչքային էվոլյուցիա։ Դավիթ ջան, քեզ էլ շնորհակալ եմ, որ սիրով եւ համբերատարությամբ պատասխանեցիր մեր դիտորդների հարցերին։ թող լինի Սևակ ջան, շնորհակալ եմ ես էլ հաջողություն եմ մաղթում, հուսով եմ մի փոքր օգտակարություն կարող ենք ունենալ կամ կարողացանք ունենալ, դե ոնց որ ասում են Աստված առաջ։ Լույս ուսել բոլորին, ամենայն բարիք, ցտեսություն։ Շնորհակալություն։